Ինչ է լինում, երբ տան պատից կախում եք հանգուցյալի մեծադիր լուսանկարը։ Իսկ ես ոնց կարամ իմ հոր նկարը հանեմ տնից։ Ինչ կարելի է սպասել մարդուց, որը հեռացել է։ Լուսանկարը որպես անցյալ տանող ամենակարճ ճանապարհ։ Մարդը ձգտում է ապրել կանխատեսելի աշխարհում։ Բայց պատահեց, որ մենակ մնաց դիմակների հետ։ Վերջապես, ինչ խորհուրդ ունեն մահվան դիմակները։ Քանի դեռ 1822 թվականին Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսը եւ 1839 թվականին Ֆրանսուଆ Արագոնը չէին հայտնաբերել լուսանկարչական խցիկը, մարդկության մոտ չէր առաջացել հետեւյալ հարցը. տանը կախել կամ պահարանի վրա դնել հանգուցյալ հարազատների լուսանկարները, թե ոչ։ Իհարկե, մեծահարուստները թույլ էին տալիս իրենց պալատներում, դղյակներում փակցնել իրենց հարազատների, այդ թվում հանգուցյալ հարազատների պատկերով կտավները, բայց երբեք որևէ մեկի մտքով չէր անցել, թե դա լավ է, թե վատ, թե դա դրական է, թե բացասական էներգետիկ դաշտ կստեղծի։ Լուսանկարչության գյուտից հետո անցել է մոտ 200 տարի, բայց դեռ մինչ այսօր շարունակվում է հետևյալ հարցի քննարկումը՝ փակցնել տանը մահացած հարազատների լուսանկարները, թե ոչ։ Ոմանք պնդում են, թե այս հարցին պատասխանելը մեղմ ասած այնքան էլ հեշտ գործ չէ։ Բանն այն է, որ նույնիսկ գիտատեխնիկական բուռն զարգացման պայմաններում դեռ կան մարդիկ, որոնք դիմում են զանազան բախտագուշակների, հեքիմների օգնությանը, որոնք էլ միանշանակ պնդում են, թե մահացած հարազատների լուսանկարները ներծծում են կենդանի ազգականների, տան անդամների էներգիան։ Շատ մարդիկ, որոնք ունեն բավականին լուրջ ինտելեկտուալ կարգավիճակ, եթե հայտնվում են ծանր վիճակում, իրենք պատրաստ են հավատալ ամեն ինչին, չնայած մինչև այդ վիճակը իրանք միանշանակ մերժում էին նման բաներ եւ ծիծաղում են այդ երևույթների վրա։ Բայց երբ որ սպառվում են բոլոր այն միջոցները, որոնք մարդը գիտի, եւ չեն օգնում այդ միջոցները, մարդը սկսում է հավատալ այդպիսի բաների, այդպիսի մոգությունների։ Մարդը ուզում է տեսնել իր կողքին այն մարդկանց, որոնք եղել են իրենց այդ մտերին, որոնք հեռացել են կյանքում։ Դրա համար մարդը կարող է դիմակներ պատրաստել այդ մարդկանց, ֆոտոներ պահել իր տանը առընթաց տեսնել մարդու, կարծես թե որպեսզի այդ անորոշությունը իր մոտ ինչ կարելի է սպասել մարդուց, որը հեռացել է, որ նա կարծես թե նա պահպանի այդ մարդուն ողջ վիճակում, որ կարողանա հետը շատ մարդիկ խոսում են նկարների հետ, խոսում են դիմակների հետ։ Վերջապես վախենալ, թե ոչ հանգուցյալների լուսանկարներից։ Ինչ է մտածում այս հարցի շուրջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Շատ է լինում, որ եկեղեցում այդ հարցը տալիս են, ասում են Տեր հայր, մեր մահացածի նկարը, որ երկար տարիներ մահացած է, ինչ անենք։ Ես ասում եմ որոշումը ձերն է։ Իսկ ես ոնց կարամ իմ հոր նկարը հանեմ տնից։ Կամ իմ մեծ հոր նկարը, կամ իմ մեծ մոր նկարը հանեմ տնից, ինչի մասին է խոսքը։ Իրենք երբեք չեն կարող ինչ-որ վատ, բացասական, ինչ-որ մի բան փոխանցեն ինձ։ Որովհետև իրենք իրենց ներկայության, երբ որ իրենք ողջ էին, իրենք սեր էին սփռում դեպի իր ընտանիքը։ Ուրեմն ոնց կարան իրական մարդիկ սեր սփռեն նկարը բացասական ինչ-որ մի բան փոխանցի։ Դա այդ սնոտիապաշտության, սնահավատության նշաններից, դրսևորումներից մեկն է, որը մենք մեր կյանքից պիտի հեռացնենք։ Մենք ոնց կարող ենք մեր ծնողի նկարը մեր տնից դուրս հանենք։ Ինչի համար։ Պատճառը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է։ Դրա մեջ իմաստ չկա։ Նկարը ոչ մի բան չի կարող փոխանցել։ Ամեն ինչ կարծես թե շատ պարզ է, բայց կան նաև շատ տարօրինակ եւ խորհրդավոր լուսանկարներ, որոնց մասին շատ չեն խոսում, գրում կամ ցուցադրում։ Լուսանկարչության տարածման հետ մեկտեղ սկսեցին նկատվել նաև տարօրինակ լուսանկարներ։ Երևակումից հետո այնտեղ հայտնվեցին տարօրինակ պատկերներ, ուրվականներ, ինչպես համոզված են շատերը։ Փետրվար 2015 թվական Լոնդոնի Հեմփթոն Կորտ պալատ։ 12-ամյա Հոլի Հեմփսհեյրը վերցնում է իր iPhone-ը, որ լուսանկարի քույրիկին, Բրուքին։ Հաջորդ օրը նայելով լուսանկարին 12-ամյա աղջիկը ցնցվում է։ Լուսանկարում քույրը միայնակ չէ, թեև լավ հիշում է, որ նրա կողքին ոչ ոք չկար, երբ լուսանկարում էր։
Մեկ անգամ էլ ուշադիր նայելով լուսանկարն աղջիկը ճշտում է։ Շատ հստակ երևում է, որ քրոջ թիկունքում կանգնած է բարձրահասակ մի կին։ Ոմանք վստահ են, որ երևացողը այս եւ նմանատիպ այլ լուսանկարներում ուրվականներ են։ Մյուսները պնդում են, թե լույսի խաղի կամ ֆիզիկա-քիմիական երևույթների հետևանքներն են, կամ էլ պարզապես հատուկ հնարքներով ավելացնում են հետաքրքրություն առաջացնելու համար։ Գիտնականները, մասնագետները պնդում են, որ հոգին ուրվականը չի կարող երևալ լուսանկարում, նույնիսկ համոզիչ փաստարկներ են բերում, բայց մինչ օրս շատ են նրանք, ովքեր պնդում են, որ կեղծիքներից բացի կան իրական լուսանկարներ, որտեղ երևում է հենց ուրվականը։ Այդ սնահավատությունները առաջանում են հենց այդ պատճառով, որ մարդը սկսում է զգալ իր անզորությունը, անօգնականությունը որոշ երևույթների նկատմամբ։ Դրա համար նա փորձում է այդ երևույթները դարձնել մարդկային, առարկայացնել, որպեսզի կարողանա ուրեմն հանգիստ ապրի, որպեսզի խուսափի ներքին տագնապից։ Այդ պատճառները բավականին շատ խորը մտած են մեր հասարակության մեջ եւ այնպես չի, որ սնահավատություններին պետք է որոնել միայն կրոնական դաշտում, այլ սորական կենցաղային դաշտում էլ շատ սնահավատություններ կան։ Իսկ երբևիցե տեսել եք այդ սնահավատներին, այդ նշաններին հետևող մարդկանց դեմքերը։ Մտախոհ, մտամոլոր, որովհետև նշանները այդ սին հավատքը, սնահավատությունը վախ է առաջացնում։ Եթե ես չեմ կարող կանխատեսել իմ դիմացինի վարքը, ես իրենց վախենում եմ։ Ես չգիտեմ ինչ կարելի է իրենից սպասել, գոնե զգուշանում եմ։ Ես այդ չեմ կարողանում կանխատեսել ինչ որ մի երևույթ, ես սկսում եմ նրան վերագրել ինչ որ գծեր, հոգի վերագրել, անիմիզմի երևույթը բավականին լավ ուսումնասիրված, երբ որ հոգին վերագրում անշուրջը առարկաներին, կամ բուսական աշխարհին, կամ կենդանական աշխարհին։ Ես մի բան պետք է վերագրեմ իրան հատկություններ, որպեսզի ես հասկանամ ինչ կարող եմ իրենից սպասել։ Ես պետք է դարձնեմ իրան կանխատեսելի ինձ համար։ 1936 թվականին Country Life ամսագրի երկու աշխատակից լուսանկարներ էին անում Ռեյնհեմ Հոլ դղյակում, երբ երկուսն էլ նկատեցին աստիճաններից իջնող եւ աստիճանաբար կնոջ մարմին հիշեցնող մի էակ։ Նրանք արագ լուսանկար արեցին։ Լուսանկարում հստակ երևում է այդ կնոջ ուրվագիծը։ Նրան սկսեցին անվանել շագանակագույն լեդի։ Շատերը համոզված էին, որ լուսանկարում պատկերված է 1726 թվականին խորհրդավոր պայմաններում զոհված Դորոթի Թաունշենդը։ Լուսանկարիչները պնդում էին, որ ոչ մի խաբեություն չի եղել։ Բայց մարդկանց մի խումբը նրանց հավատում է, իսկ մյուսը ոչ։ Եվ սա շարունակվելու է այնքան, որքան դեռ մեզ համար անհասկանալի է մնում այն աշխարհը։ Մարդը ձգտում է ապրել կանխատեսելի աշխարհում։ Եթե ինչ-որ բան մեզ համար անհասկանալի է, մենք դրանից վախենում ենք։ Եթե կանխատեսելի չէ, մենք փորձում ենք դարձնել կանխատեսելի։ Այդ մոգական գործողությունները, սնահավատությունները, դրանք բոլորը ուղղված են նրա վրա, որ մենք դարձնենք կանխատեսելի անդրշիրիման աշխարհը, որովհետև դա մեզ համար անհասկանալի մի աշխարհ է, երևույթ է, որտեղից կարելի է շատ բան սպասել։ Նկարներ ենք մահացած մարդկանց պատերին փակցնում, պահում մեզ մոտ, մենք փորձում ենք պահենք, դարձնել կանխատեսելի ինչ-որ բան։ Եվ այդ երևույթը մենք, եթե դիտարկենք, գնանք պատմության մեջ հետ, մենք տեսնենք փարավոնների այդ ինստիտուտ, երբ որ մահացած փարավոններին բալզամի օգնությամբ պահպանում էին, որովհետև համարվում էր, որ մարդը անդրշիրիմային կյանքում ևս մենք կարող ենք իր միջոցով կապ պաշտպանել։ Աշխարհում կան թանգարաններ, որոնք ամեն ոք չի կարող մտնել։ Դրանք վախ եւ սարսափ են առաջացնում։ Նման մի թանգարան էլ գործում է Հայաստանում, Գյումրիում։ Հիմա մենք հենց այդ թանգարանում ենք, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի թանգարանում։
Լենինի արձանի հեղինակը ստեղծել է շատ ու շատ մարդկանց մահվան դիմակները։ Ահա նրանցից մի քանիսի անունները. Ղրիմյան Հայրիկ, Միխայիլ Բուլգակով, Ալեքսեյ Տոլստոյ, Անտոն Մակարենկո եւ իհարկե Հովհաննես Թումանյան։ Սերգեյ Մերկուրովի ստեղծագործությունները խոշորագույն երևույթ են հայրենական քանդակագրության մեջ։ Նրա անվանել են կապված նախահեղափոխական Ռուսաստանի մեծագույն մարդկանց հուշարձանների ստեղծումը։ Իր ժամանակի քանդակագրության նոր նյութերի գրանիտ, կոփված պղինձ իրացումը։ Մինչ օրս, օրինակ Մոսկվայում կենտրոնում կան տեղադրված Մերկուրովի ձեռքով քանդակած Տոլստոյի, Դոստոևսկու, Տիմիրազևի հսկայական հուշարձանները։ Ժամանակին նաև ստեղծել է Լենինի եւ Ստալինի բազմաթիվ հուշարձաններ եւ ժամանակակիցների կարծիքով եւ մեր նույնպես բավականին հաջողված արձաններ են եղել։ Եվ դրա համար իշխանությունները այն ժամանակ ընդունել են Մերկուրովին, համարվել է ամենաառաջին քանդակագործը։ Բայց Մերկուրովը նաև ունի եւս մեկ բնագավառում է աշխատել, հետմահու դիմակներ է հանել։ Այսինքն մահացած մարդկանց դեմքից նախքան հողին հանձնելը գիպսով հանում են հետմահու դիմակ եւ դա եւ պատմական փաստաթուղթ է եւ կարելի ասել արվեստի գործ է։ 1907 թվականին մահանում է Ղրիմյան Հայրիկը եւ միակ մարդը, որը ստացել էր քանդակագործի ակադեմիական ուսում, Մերկուրովն էր։ Մերկուրովը Եվրոպայից վերադառնում է հայրենիք, արդեն ավարտելով Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, 1 տարի Ռոդենետ շփվելով Փարիզում, կարելի ասել, որ որպես քանդակագործ մոտավորապես արդեն ձևավորվել էր Մերկուրովը որպես արվեստագետ քանդակագործ։ Եվ նույն թվականին 7 թվականին Էջմիածնում մահանում է մեր ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ղրիմյանը։ Եվ Մերկուրովին որպես եվրոպական կրթություն, մասնագիտական կրթություն ստացած մարդ կանչում են, հրավիրում են Էջմիածին, որ նա հանի Ղրիմյան Հայրիկի հետմահու դիմակը։ Մութ, աշուն, խոր աշուն, ցուրտ, դրսում կալեն է որնում։ Մերկուրովն ունեցնում են մի փոքր սենյակ, որտեղ պարկած է մեր Ղրիմյան Հայրիկը, նրատին։ Փակում են, նա վերցնում հետ այդ գործիքները, գիպս եւ այլն ինչ որ պետք է, փակում եւ քնում են։ Մերկուրովը մնում է մենակ Ղրիմյանի հետ։ Մեր հոգևոր հայրը, կաթողիկոս, մահացած մարդ, երիտասարդ Մերկուրով, առաջի փորձը։ Եվ այդ պատասխանատվությունը հանգեցնում է նրան, որ նա մի քիչ դակշկիր է կազմակերպում եւ գիպսը մինչև չորանալը շուտ է հանում գիպսը դեմքից։ Իսկ գիպսը երբ որ չորանում է, սկսում է տականալ։ Հանելուց հետո Ղրիմյան Հայրիկի աչքերը բացվում են եւ նայում են Մերկուրովին։ Մի խոսքով 20 րոպե ուշքանցած ընկած է մնում Ղրիմյանի դի վրա։ Դե դուշ գալիս նոր պատասխանատվության մոմենտ սկսում է աշխատել։ Ավարտին է հասնում այդ գործը։ 24 թվին հունվարին գիշերը Մերկուրովին գալիս են չեկիստներ հետ եւ հրավիրում են դուրս։ Սկսում են մտածել թե ինչի կնդագարում են, թե ինչ են անում եւ այլն։ Ճանապարհը մի քիչ երկար է տևում, մտածում են թե կնդագարություն երկար ու կնդագարություն չէ, ինչ որ հետաքրքիր ուրիշ բան է։ Եվ ասնում են Գորկի։ Եվ տեսնում են որ մահացած Լենինը հրավիրում են Կրուպսկայան կինը, ասում է որ տեսնում եք դուք ուզում եք նրա արձանը կառուցեք, ստեղծել, բայց հիմա պետք է հանեք հետմահու դիմակը։ Էլի պատասխանատվության մոմենտ, լարված մոմենտ, բայց արդեն փորձումներ եւ տարիքներ Մերկուրովը սկսում էր աշխատանքը, Լենինի գլուխը թեքված էր մի քիչ։ Ուզում է թեքված վիճակից ուղիղ տեսքի բերել։ Մատների տակը զգում է պուլսացիան Լենինի գլխի։ Ուզում կնում կանչում է բժիշկներին կնոջը, տես մարդը մահացած չէ եւ այլն։ Բժիշկները ստուգում են, պարզվում է, որ Մերկուրովը այնքան լարված է, որ իր մատի պուլսացիաները վերագրել է Լենինի գլխի պուլսացիային։ Հանգստանում են, սկսում է իր գործը։ Այսպեսի շատ պատմություններ։
Նայում ես Թումանյանի մահվան դիմակին եւ կարծես զգում, թե ինչ տառապալից օրեր, ամիսներ է ապրել նա մահից առաջ։ Իսկ Լև Տոլստոյի մահվան դիմակին նայելիս ակամա հիշում ես, որ նրա հուղարկավորությունը կազմակերպել են հայ ուսանողները, քանի որ ռուս ուղղափառ եկեղեցին հրաժարվել է իրականացնել նրա հուղարկավորությունը։ Տոլստոյի խղճուկ թաղման մասին հուշ ունի նաև Վահան Տերյանը։ Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանը, իսկ մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը։ Մերկուրովի տուն-թանգարանը բացվել 1984 թվականին։ Բայց երկրաշարժից հետո այս տարածքում մարդիկ էին, ընտանիքներ էին ապրում, որոնք որ կորցրել էին իրենց կացարանները։ Եվ 2003 թվականին թանգարանը վերաբացվեց նոր էքսպոզիցիայով եւ հետաքրքիր դեպք պատահեց, այդ մահուտիմակները գետնին էինք դրել, որ կարգենք, տեղափոխենք, որոշենք, թե որ խմբերով ենք տնելու։ Այնպես պատահեց, որ մենակ մնաց այդ դիմակների հետ։ Ես պատկերացնում եմ պրակտիկ մարդ, այդ միստիկ մոմենտներից մի քիչ չեմ հավատում, այն ժամանակ չի հավատում։ Բայց մի 20 րոպե հետո ստացվեց մի բան, որ անսովոր ինձ զգացի։ Չեմ կարող բառերով ասեմ, թե ինչ կատարվեց, բայց թողեցի հեռացա եւ կանչեցի աշխատողներին այդ դիմակները առանձնացրինք։ Փաստորեն այդ իրենց էներգետիկան աշխատում է, դա փաստ է։ Դե տեսակ մենք վարագույրեր չկան պատուհանների վրա։ Մաքսիմալ լույս ենք ցանկացել, որ գտնի թանգարանի մեջ։ Անկամ եթե ասենք լուսավորությունը չկա, այդ լուսավորությամբ կարող ենք կոպիտ ասած ազդել նրանց բացասական միստիկայի, էներգետիկայի վրա։ Մենք չենք հասկանում ինչ է կատարվում հավանից հետո։ Դա է ամենամեծ տագնապը մեր համար, այդ ինչ-որ բան մեզ համար անորոշ է։ Սովորական օրինակ ես բերեմ, եթե դուք առավոտ դուրս եք գալիս տանից եւ տեսնում եք ամեն օր ծառ, որ աճում է ձեր բակում, դուք այդ ծառից չեք վախենում։ Դուք տեսնում եք դա ծառը, բայց երեկոյան մութ ժամանակ, եթե դուք անցնում եք, դուք այդ ծառին նայելով նույն ծառին, որն անդադ տեսնում եք ամեն օր, ձեր աչքին ինչ-որ բան է երևում, ծառի հետև ինչ-որ մարդ եք տեսնում, ինչ-որ բան եք։ Դուք ավելի արագ եք անցնում այդ ծառի կողքով, քան ցերեկն եք անցնում։ Այդ շատ պարզ օրինակ է անորոշության վախի, որը կա ցանկացած մարդու մոտ։ Ասում են նաև, որ Մերկուրովի մոտ մահացածների հանդեպ հետաքրքրությունը դեռ մանուկ հասակում է զգացվել։ Նրանց տունը գտնվում էր Ալեքսանդրապոլի 5 գերեզմանների մոտ, ու տղան հաճախ տանից փախչում ու գնում էր գերեզմանոց, տեսնելու, թե ինչպես են այնտեղ վարպետները տապանակարեր պատրաստում։ Ու այսպես Ալեքսանդրապոլի առաջին գիլդիայի վաճառականի որդու մոտ քանդակագործության հանդեպ սեր է արթնանում, ու տղան սկսում է քանդակներ անել։ Միթե գերեզմանատան հարևանությամբ ապրելը կարող էր ազդել նրա ներաշխարհի վրա, կամ տապանակարերը ազդեին, կամ մահացածների էներգետիկ դաշտը նրա հետագա գործունեության վրա։ Այդ սնահավատությունների մեծ մասը ուղղված է նրա վրա, որ մենք հաղթահարենք մեր մեջ ապրող մահվան վախը։ Մահվան վախը, որը հիմք է բոլոր վախերի հիմքն է կազմում, նա կա միշտ մեր հոգեկանում, բայց երբ որ մահանում է քո անմիջական շփման դաշտի, հարազատական դաշտի, մտերմության դաշտի մարդ, դա նշանակում որ մահը կարծես թե քեզ մոտենում է։ Եվ այստեղ մենք ապրում ենք այդ հոգեվիճակը, որը կոչվում է սոցիալական մահ, այսինքն ես զգում եմ, որ ես էլ կարող եմ մահանալիս, դա տագնապ է առաջացնում, եւ դա բերում է նրան, որ մարդիկ դիմում են տարբեր գործողությունների հեռացնելով իրենցից այդ միտքը, հեռացնելով իրենցից նման ապագա ճակատագիրը։ Այնպես որ այդ բոլոր գործողությունները կապված են նրա հետ, որ մարդը փորձի իր մեջ հաղթահարել մահվան վախը, մահվան անխուսափելիությունը, որը կա։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մարդը մահանում է, բայց ամեն մեկս մեր անգիտակցականում մտածում ենք, որ մենք անմահ ենք, որ մենք չենք մահանա։ Այդ հույսը մենք միշտ ունենք մեր մեջ։ Դրա համար մենք խոսում ենք հավերժության մասին, հոգու հավերժության մասին, դրա համար մարդ մահանում է, մենք ասում ենք, բայց հոգին հավերժ է, հոգին անմահ է եւ։ Իսկ Աստվածաշունչը երբեք մեզ չի ասում քո սիրելիի, որ ննջել է,
իրան նկարը քո տնից կամ քո կյանքից իրեն ընդհանրապես հեռացրու, այլ դրա փոխարեն Աստվածաշունչը մեզ ասում է, որ աղոտ կարեք իրենց համար, ոչ թե իրենց ձեր կյանքից հեռու պահեք։ Սա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է մտածենք նկար հանել կամ չհանելու մասին, այլ մենք պետք է մտածենք մեր սիրելիներին, ովքեր որ ննջել են Տեր, իրենց համար մեր աղոտ կբարձրացնենք առ Աստված։ Ի վերջո մարդը ազատ է տանը փակցնել հարազատի սիրելի մարդու լուսանկարը, եւ դրանում որևէ վատ բան չկա, թեև կարծիքները նախկինի նման կարող են լինել տարբեր, բայց մի բան հաստատ է. անցյալ չունեցող, անցյալի հետ կապ չունեցող մարդը ապագա էլ չի կարող ունենալ։